Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօրերուն Հոյթա Լիբանանի Գետրոնական կոմիտեի հրավերով Լիբանան կգտնվի Հոյթա Արցախի Գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Գրուզյանը, որ 5 շաբթի 26 փետրվարին ելույթ ունեցավ Հավերժական Արցախ խորակիրով ժողովրդային հանդիսության ժամանակ։ Ներկայությունն օգտվելով այսօր մենք կհյուրընկալենք այն վանացայինի ստուդիոներեն ներս հadoop հարցազրույց հայրակիրով։ Բարի եկածեք։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն այս առիթ ընծայելու համար, նաև վանազայինի միջոցով Արցախի ձայնը հասցնելու մեր հայրենակիցներին։ Եկեք այսօր խոսենք նախ Արցախայցյան թիմակրաված հիմնական խնդիրն։ Արդեն իսկ անցած են ավելի քան 2 տարիներ հայատակում են։ Այսօր Հայաստանի մեջ Արցախայցյանը ինչ իրավիճակի առջև կգտնվի։ Ինչպես դեղապաշխված են, ինչպես կազմակերպված է անոնց ավրելագերբը այսօր եւ գլխավոր խնդիրները ինչ են, որ դակավին կդիմակրավեն ավելի քան 2 տարի հետ հայատակում են։ Նախ եւ առաջ պիտի ասեմ, որ Արցախի ժողովուրդը, որ թողեց հայրենիքը, բռնի տեղահանվեց հայրենիքից, ուրեմն Հայաստան գալով բախվեց նախ եւ առաջ ընկերային խնդիրների առաջ, սոցիալական խնդիրների առաջ, բնակարանային հարց, աշխատանքի հարց, առօրյան ապահովելու հարց, եւ դրանք բոլորը ինչ որ ձևով շատ դժվարացրեց արցախցիների կյանքը մայրահայրենիքում։ Մեծ մասը արցախցիների այսօր տեղակայված է Երևանում եւ իր շրջակա տարածքներում, մոտ 75%, որ դա ուղղակի կապված է բնակարանային հնարավորություններին, բնակարանայինը այն իմաստով, որ մարդիկ ունեին բնակարաններ, մի քիչ տոկոսը, երևի 10%-ը, որ այդտեղ են, իրանց բնակարաններ ավելի շատ Երևանում եւ շրջակայքում է, իսկ մյուս հարցը աշխատանքի հարցն է, որ շրջաններում աշխատանք շատ ավելի քիչ է եւ ինչու՞ չէ նաեւ երեխաների ուսում, համալսարան, դպրոց եւ այլն, որը Հայաստանում դրանք բոլորը կենտրոնացած են Երևանում, այդ առումով արցախցիների մոտ 70-75%-ը կենտրոնացավ Երևան եւ շրջակա մոտավորապես 30 կիլոմետր շարավիղով այդ տարածքում, այդ քաղաքներում, այդ Աբովյան, Մասիս, Աշտարակ եւ այդ ուղղությամբ։ Խնդիրները մնում են նույնը, այսինքն բնակարանային խնդիրը, առօրյան ապահովելու աշխատանքի խնդիրը, ուսման խնդիրը դա առօրյա է, իսկ նաև կա հոգեբանական իրավիճակ, տեղի պայմաններին ուրեմն հարմարվելու, վերջապես հայրենազրկված տուն տեղ կորչած մարդիկ են, դրանց հոգեբանական իրավիճակն էլ նաև ծանր է, իսկ զարմանալիորեն նաև պիտի ասեմ, որ այսինքն զարմանալիորեն, որ այդ հոգեկան իրավիճակից ելնելով է երևի այդպես, բավականին շատ հիվանդություններ եւ մահացություններ ունեցանք այս վերջին 2 տարվա ընթացքում մեր հայրենակիցների Ղարաբաղից եկած մեր Արցախից եկած մեր բնակչության մոտ։ Կառավարության կողմից ուրեմն միջոցները, որ կիրառվում են բնակարանային եւ նաեւ աշխատանք գտնելու եւ մնացած պարագաներում ուղղակի օգնություն տալու առաջին ժամանակաշրջանում այդ ուղղակի դրամական հատկացումներ հատկացնելու յուրաքանչյուր Արցախից տեղահանվածներին մի քիչ դարմանեց իրավիճակը, բայց դա կտրվեց, դա չշարունակվեց, ինչպես նաև բոլորին ձախողված կարելի համարել այն ծրագրերը, որ աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքի պատրաստելու համար կար, որևէ այդպես եւ իրանք հենց իշխանությունների կողմից, Հայաստանի իշխանությունների կողմից է դա խոստովանել, որ մենք խոստովանվել է, որ մենք չկարողացանք ծրագիրներ իրականացնել, իսկ բնակարանային ծրագիրը մոտավորապես 25000 ընտանիքից, որ բռնի տեղահանված են Արցախից, միայն 1200-1300-ն է, որ հիմա բնակարան է ձեռք բերել։ Այդ հատկացումներով, որ այսինքն յուրաքանչյուր անհատի որոշակի գումարով
որը ուրեմն հատկացվել Հայաստանի իշխանությունների կողմից։ Բնականաբար բավարար չէ ոչ ուշադրությունը, ոչ ուրեմն տարբեր սոցիալական ընկերային վիճակներից օգտվելու համար արցախցիների հնարավորությունը մեզ չի բավարար։ Արդեն իսկ խոսեցաք Հայաստանի բեդության աջակցության սահմանափակումներում մասին։ Իսկ եթե օդար գազམ་ակերպություններ կան, որոնք նաև կմասնակցին այս աջակցություններուն, նաև եթե կարելի է անդրադառնանք Արցախի կառավարության իր սահմանափակ կարողություններով, եթե ինչ որ ծրագիրներ մշակած է։ Ուրեմն նախ եւ առաջ ասեմ, որ օտարերկրյա կազմակերպությունների, օտարների ոչ թե միայն կազմակերպությունների, այլ նաեւ պետությունների օժանդակությունը մենք շոշափելի ոչ մի հաշվետվություն մինչ հիմա չենք ունեցել։ Առաջի օրերից սկսած տարբեր երկրներ հայտարարություններ էին տարածում, որ այո, այսքան միլիոն դոլար այսպես հատկացումներ են կատարել, բայց դրանք գնաց լրիվը իշխանության գանձարան, այսպես ասել, եւ չտեսանք մենք իր ազդեցությունը մեր վրա ուղղակի եւ մյուս կողմից էլ որևէ հաշվետվություն չեղավ։ Մի մաս այդ գումարներից նաեւ գնաց հենց օտարերկրյա NGO-ների հասարակական կազմակերպությունների ուրեմն ծրագրերին մի փոքր մասը շոշափելի են, այսինքն երևում են, բայց էլի մեծ մասը ոչ թափանցիկ է։ Այդ առումով բավականին մենք փորձերը, որ մեր իշխանությունները ունեցան, որ ուրեմն Հայաստանի իշխանությունների հետ բարձելու հարաբերություններ ստեղծելու ուղղություններ տալու վերջապես մեր ժողովրդին մենք ավելի լավ ենք ճանաչում, քան թե եւ ցավն ու հոգսեր ավելի շատ ենք գիտակցում, քան թե Հայաստանի իշխանությունները կամ այլ մարդ, որևէ այլ մարդ, հիմա չծանրանամ Հայաստանի իշխանությունների վրա, որևէ այլ մարդ, ուղղակի մենք Հայաստանի իշխանությունների հետ փորձեցինք այդ հարաբերությունները ստեղծել, բայց պատ էր դիմաց։ Իրանք չուզեցին իրանք քաղաքական հայացքներից ելնելով ճանաչել Արցախի իշխանություններին եւ հիմա այսպես ասեմ, բաց կարելի ասել, որ մեր հաշիվները, որ ինչ որ Արցախի իշխանությունը իր հաշիվները նաեւ Հայաստանում ուներ, իր բանկային հաշիվները բլոկվեց հենց առաջին օրերից, որ եկանք այստեղ եւ հնարավորություն չունեցանք դրանք ուրեմն հատկացնելու Արցախի ժողովրդի կարիքներին, այդ թվում վերջերս նաև մենք հայտարարություն տարածեցինք, Արցախի իշխանությունները հայտարարություն տարածեց, որ այն պարտավորությունները, որ ուներ ընկերային ասպարեզում, որը Արցախում շարունակվում էր, օրինակի համար երրորդ եւ ավել զավակներին ինչ որ մինչև 18 տարեկան հատկացումներ կատարում, դրանք նաև չեն կարող կատարել, որտեղ այդ հաշիվները բոլոր բլոկվել են։ Չեն թողնում օգտագործել։ Իհարկե, որոշ չափով էլի բազմաթիվ բանակցությունների եւ քաշքշուկներից հետո որոշ գումար կարողացանք մենք հատկացնել ուրեմն պայթյունի հետևանքով զոհվածների եւ անհայտ կորածների եւ վիրավորների համար եւ բայց իհարկե դրանք ամենախոցելի կողմն են, որովհետեւ դրանք որևէ կարգավիճակ չունեն, եթե զինծառայող է զոհված կամ չգիտեմ այդ բանը դրանք պաշտոնապես ինչպես որ Հայաստանի բանակի զինծառայողները հատկացումներ ստանում են իրանց ընտանիքները որոշակի գումարներով։ Իսկ այդ բանը այդ հասարակության այդ բաժինը, որ ուրեմն պայթյունի հետևանքով վիրավորները եւ անհայտ կորածները եւ զոհվածների ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն, չի հայտնի, չի մեր տեսակետից դրանք պատերազմի հետևանքով ստեղծված պայմանների հետևանքով են այդ զոհերը եւ դրանց էլ պիտի ինչ որ բաներ ինչ որ առավելություններ տրվի ընկերային առումով, ապահովության առումով եւ այլն։ Այս ստեղծված դժվար պայմաններում մեջ շատ տարածայնություններ կան, որ արցախահայերը սկսած են քաղտելու Հայաստանեն, միև մեծ թիվով։
Որքանով ճիշտ են այս տարածայնությունները։ Կա այդ երևույթը գոյություն ունի ըստ պաշտոնական թվերի հիմա կարծեմ նոյեմբեր ամսվա իհարկե սա տվյալներ են 16000 հոգի բացակայում են բայց դա այդ թիվը խաբուսիկ թիվ է որովհետև դա ստատիկ թիվ է այսինքն ասում է այսքան մարդ եկավ այսքան մարդ դուրս եկավ այսքան մարդ ներս մտավ սահմանային ճամփորդության պատճառով է բացի որ ճամփորդություն կարող է ես այնտեղ հաստատվել եմ օրինակի համար Ռուսաստանում հաստատվել եմ այնտեղ աշխատում եմ 3 անգամ գնացել եկել եմ օրինակ այդպես բան ստեղծվի բայց ես այնտեղ եմ հաստատվել բայց այդ գնալ գալը ամեն մեկը մի հատ այսպես ասած հաշիվ կլինի այդ թվերի մեջ մեր այդպես ավելի մի քիչ բանով այդպես ստատիկ իմաստով վիճակագրական իմաստով եւ այդ բարեկամ ծանոթ հարազատ այդ բանով մոտարպես 30000-ը 30%-ը հաստատվել կամ ուզում են հաստատվել կամ ընտանիքի մի որոշ անդամներ այնտեղ են որը աշխատում են եւ ուրեմն աշխատանքի հարց ունեն գնում են այնտեղ կամ իրանց հարազատները կանչում են եկեք մեր մոտ աշխատանք են ստեղծում իրանց համար հատկապես Ռուսաստան դրանց մեծ մասը 80-90%-ը Ռուսաստան են գնում շատ քիչ տոկոսը դեպի եվրոպական եւ ամերիկա արևելք այսպես ասած լայն իմաստով դա է իրականությունը հիմնական հարցը աշխատանքի բնակարանի հարցն է որ գոյություն ունի եւ այդ պատճառով է որ մարդիկ թողնում են գնալու իսկ իբրև հույտ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ ինչ կրնակցել աշխատանքներում մասին որ կդանի տաշնակցության գարույցը Արցախի լաբարաշտերտը լան ուղեկից միությունները երիտասարդական միությունը այսօր ինչ աշխատանքներ կդարվին ուրեմն մենք մեր հույդա ընդհանուր ժողովի որոշման հիման վրա մենք պահում ենք մեր կազմակերպական կառույցը մեր կոմիտեներով խմբերով բայց մեր մոտ դժվարությունը մեր ծրվածությունն է այսինքն եթե միտեղ կենտրոնացած էր գյուղը քաղաքը Արցախում ունեին իրանց այսօր Հայաստանի տարբեր շրջաններում մեջ են դա մի անգամ այսինքն ծրվել է էլի պիտի հավաքել էլի նոր կոմիտեներ ձևավորել նոր խմբեր ձևավորել դա բավականին դժվարացնում է դանդաղեցնում է աշխատանքը ուրեմն հարակից միություններ երիտասարդական միությունը ակտիվ աշխատանք է տանում մասնակցություն ունեցավ ամռան ընթացքում կայացած ուրեմն երիտասարդական համահայկական բանակումին վերջերս 18 հոգի պատանիներից ուրեմն օժանդակ խմբերի միջոցով անցնելով այդ դասընթացները այդ դասաշական ծրագիրը խոստում տվեցին միացան երիտասարդական միությանը դրան զուգահեռ նաև հոմենտմենը սկաուտական տարածի տեսքով ուրեմն աշխատում է սկաուտական ուղղությամբ բավականին ակտիվ է մոտավորապես հիմա շրջաններով միասին բռնած մինչև 150 հոգի սկաուտներ կան բայց դա առանձին այսինքն Հայաստանի հասկին կապ չունի առանձին գրանցված կազմակերպություն է հոմը կա հոմը հիմնականում օգնություններ բաժանելու հոմի վարչությունը պահված է աշխատում է հոմի անդամները կապի մեջ են իսկ ապարաժը նյութական դժվարությունների պատճառով մի քանի ժամանակ չկարողացան հրատարակել իհարկե հրատարակել որ կայքեջի տեսքով է բայց դեկտեմբեր ամսից դարձյալ սկսեց ապարաժի աշխատանքը առօրյա լուրերն են արցախցիների կապակցությամբ իհարկե անշուշտ գաղափարական ազգային հարցեր կուսակցության էլի դիրքորոշումներ բայց հիմնականում արցախցիների Արցախի դիտանկյունից հարցին նայելով այսինքն մի հատ այդպես ոսպնյակը Արցախի հարցերով է եւ բաժանորդագրումները թե Facebook-յան էջում թե Telegram-յան էջում հիմնականում Արցախի ժողովուրդն է որ հետևում է ուզեմ ձեզ միայն նշել նաև որ
միայն լրատվամիջոցն է Արցախից, որ հիմա աշխատում է, չնայած մյուսն էլ ուրեմն Արցախ TV-ն էլ աշխատում է, բայց ոչ լրատվական առումով, առօրյա առումով on-line, այսինքն Եվ պետական կայքերն ալ չկան այս։ Չկան, ոչ մեկը չկան, որպես լրատվամիջոց ապարաժ եւ որպես այդպես ռեպորտաժներ պատրաստող եւ տարբեր նյութեր անդրադարձող Արցանց ձևով երևի Արցանց ձևով YouTube-յան ալիք Արցախ TV-ն է։ Այո։ Դուք էլ նաեւ անդրադառնում եք, ձեր ծրագրերի մեջ էլ բաժին կա։ Այո, հայտագիրի մեջ կա։ Իսկ խոսելով Բաքվի մեջ զբաղվող մեր Արցախի ռազմական ղեկավարության եւ ռազմակերիներուն ինչ իրավիճակի են այսօր եւ վերջին նորությունները ինչ են։ Վերջին նորությունները, որ հենց այսօր նաեւ մի քիչ առաջ տեղեկացա, որ բոլոր նախ եւ առաջ այդպես ասեմ, չորեքշաբթի օրերը բոլորը խոսում են իրենց հարազատների հետ։ Հենց այսօր տեղեկացա, որ ինքեր Դավիթն էլ խոսել է։ Ընթացքը հետեւյալն է, որ ուրեմն վճիրը կարդաց, նախնական վճիրը կարդացվել է արդեն, գիտեք արդեն վճռից ծմահ բանդարգություն եւ 20 տարի ազատազրկում, հիմնականում դա է, ուրեմն ընկեր Դավիթի ասածով այսօրվա ասածով ուրեմն պիտի բողոքարկվի վճիրը, այս քանի օրերին կբողոքարկվի եւ ժամանակ կճշտի վերաքննիչ դատարանի վճռի բողոքի, բայց իրականության մեջ որևէ հույս չկա այդ առումով, որ այդպես կազմակերպված դատավարությունը առաջուց վճիրը կայանալիք է, բայց հիմնականում պիտի այդ փուլերը անցնի, որ մենք կարողանանք նաեւ միջազգային ատյաններում բողոք ներկայացնելու, դա արդեն դա նաեւ ընթացքի մեջ է եւ հնարավորություն ունենալ, որ միջազգային առումով հարցը բարձրացնելու, որտեւ իրանց պայմանն էլ է, որ երկրի ներքին դատական համակարգը պիտի ավարտվի իրանց բոլոր ատյանները եւ նրանից հետո դիմվի միջազգային ատյաններին։ Պահման պայմանները 3 ամիս մեկ ուրեմն Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի միջոցով պարտավորեցվի Ադրբեջանի իշխանություններին, որ տեղեկություններ փոխանցվի իրանց պահման պայմանների առողջական վիճակի մասին, որը դա կանոնավոր կերպով արվում է, վերջինը դեկտեմբերին էր, որ ներկայացվեց, ասի շաբաթ մեկ օր ընտանիքների հետ հեռախոսազրույց են ունենում։ Այդքան բան գիտենք, բնականաբար մենք զրկված ենք այն հնարավորությունից, որ իմանալ, որ դատական նիստերում մեր ընկերները, ռազմաքաղաքական ղեկավարությունը, գերիները ինչպես են իրանց պաշտպանում, ինչ ճառեր են ասում, ինչ մոտեցումներ են ցուցաբերում այդ կեղծ մեղադրանքների կապակցությամբ, որովհետև մեր լրատվությունը միայն Ադրբեջանի ներքի իշխանական լրատվամիջոցն է, իհարկե դրանք անդադսուտ շեշտում են նաև եւ միջազգային ատյաններում են ցույցերում, որ բաց է դատավորությունը, բայց մեր միջոցներով, թե դաշնակցության միջոցներով եւ թե մեր բարեկամների, օտարազգի բարեկամների միջոցով փորձել ենք, որ ներկայություն ապահովել դատավորության ընթացքում, տարբեր դեսպանատուներին նամակներ գրելով, տարբեր միջազգային կազմակերպությունների, իրավունքների պաշտպանության կազմակերպությունների միջոցով բոլորը մերժվել են, բայց որ ուրիշ, այսինքն դիվանագիտական շրջանակներ հարցնում են իրանցից, որ ինչու բա չեք թողնում, ասում են մեզի դիմում չի եկել, բայց սուտ բաներ են դրանք, ադրբեջանցիները բոլորովին փակ է այդ դատավարությունը, թե միջազգային առումով եւ թե իրավական առումով, ինչպես գիտեք նաև, այսինքն այդ էլ հայտնեմ, որ իրավապաշտպաններն էլ, այսինքն դատապարտյալների պաշտպան իրավաբաններն էլ ըստ Ադրբեջանի օրենքի պիտի լինեն ադրբեջանցի եւ իրանց երկրի
ուրեմն փաստաբանների պես կազմակերպության անդամ այն փորձերը որ արտասահմանից այլ օտարազգի ուրեմն պաշտպաններ լինեն կամ այդ փորձերը նաև ձախողված են որտեղ երկրի օրենք այդ բանը թույլ չի տալիս Ադրբեջանի օրենք թույլ չի տալիս Այսօր միջազգային կետնի վրա երբ որ գսենք թե Արցախյան հարցը պիտի բարձրացնենք, ինչպես նաև հայտարարի հանձնախմբերի եւ գրասենյակների ինչ որ աշխատանքներ կդանին, հիմնականը 3 ուղղությամբ է։ Մեկը Բաքվի մեջ բաղվող մեր ռազմակերիներն են եւ ռազմական ղեկավարներն են, իսկ մյուս երկուքը պատմամշակութային հուշագոտողներու բավանումն է Արցախի մեջ եւ Արցախահայերու վերադարձի իրավունքը։ Այդ մյուս երկու ուղղություններու գծով ինչ սերիկ ունիկ այսօր ուր հասած են հա ուրեմն նախ եւ առաջ հիմա այս ներկա փուլին բնականաբար բոլորս էլ գիտենք որ Արցախը պիտի ազատագրվի մեր ուղղությունը դա է լինելու մեր աշխատանքի ուղղությունը կարող է երկար տարիներ տևի կարող է դաշնակցությունը կուսակցությունը եղել որ տարիներով անկախության Հայաստանի անկախության հույսը այդ ուղղությամբ պայքարի առաջ ռահվիրանն ելել, առաջամարտիկն ելել, հիմա էլ նույնն։ Հիմա էլ մենք հավատացած ենք, որ հավատացած ենք եւ այդ ուղղությամբ աշխատելու ենք, որ Արցախ ազատ ագրենք։ Դրա վրա որևէ կասկած չկա։ Այդ պայքարի ուղու մեջ մենք ենք, որ պիտի մեր ներդրում ունենանք, հայ ժողովրդի հետ միասին անշուշտ, բայց կա այդ նպատակին հասնելու համար հանգրվաններ։ Նախ եւ առաջ մենք չպիտի մեր իրավունքները զանց առնենք, մեր իրավունքներից ձեռքերս լվանք, ասենք չէ, այլևս մեր այդ իրավունք չէ։ Չգանք մի օր ասենք մինչև վերջ Արցախը Հայաստան է ու վերջ, հետո վաղ ասենք չէ, սա Ադրբեջանի տարածք է։ Դա չի բռնում, այսինքն դաշնակցություն չի այդ կուսակցությունը, որ սկզբունքային այդպես 180 աստիճան շեղումներ կատարի իր սկզբունքներից, բայց կա հանգրվաններ։ Այդ իրավունքների պաշտպանությունը, իրավունքներին տեր կանգնելը առաջին հանգրվանն է։ Եվ այդ ուղղությամբ նաև պիտի վերադարձի իրավունքի հարցը հիմակվա այսօրվա առաջնային հարցն է։ Դրա համար պայքարը, դրա համար, այո, պայքար է, դա դիվանագիտական պայքար է, տարբեր խորհրդարաններում, միջազգային ատյաններում, միջազգային կազմակերպություններում դա այդ հարցի շոշափումն է, հարցի բարձրացումն է, որ այդ ուղղությամբ թե Արցախի իշխանությունները, թե հայդատի գրասենյակները բավականին մեծ աշխատանք են տանում, մոտիկ համագործակցություն կա Արցախի խորհրդարանի կողմից կյանքի կոչված ուրեմն Արցախի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի, որին գլխավորում է Օսկանյանը, այնտեղ կան փորձառու դիվանագիտական անցյալ ունեցած թե հայդատի գրասենյակների պատասխաններ եւ թե պետական ասպարեզում ուրեմն նախկին Արցախի արտաքին գործերի փոխնախարար եւ թե մարդու իրավունքների պաշտպան այդ ուղղությամբ այդ աշխատանքն է կատարվում, իսկ մյուս ուղղությամբ աշխատանքները հիմնականում կատարվում են, իհարկե, այդտեղ ասեմ նաև առանձին անհատներ նաև բավականին օժանդակում են հայրենասիրությամբ, Արցախի համար առօրյա մտահոգություններով տարբեր երկրներում, Շվեյցարիայից սկսած մինչև Ամերիկա, մինչև Ֆրանսիա։ Իսկ մյուս ուղղությունը, այսինքն հուշարձանների մշակութային արժեքների պահպանությունը, եկեղեցիներ, վանքեր, ինչպես նաև ուղղակի մշակութային կոթողներ, արձաններից բռնած, մինչև գերեզմանատներ եւ մինչև վանքեր եւ եկեղեցիներ, դրանց պաշտպանության, դրանց հարցը ավելի շատ արծարծվել է եկեղեցու միջոցով։ Ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսի միջոցով ստեղծվել էր Էջմիածնի միջոցով ստեղծվել է ինչ-որ խորհուրդ, ժամանակի ընթացքին դա գրասենյակ, այդ գրասենյակ աշխատանք էր տանում, ինչպես նաև
այստեղ ուրեմն Կիրիլո կաթողիկոսության առաջնորդ կաթողիկոսի միջոցով Արամ Արարչինի միջոցով ստեղծվել է ինչ-որ խորհուրդ արցախցիների հարցերով զբաղվող հենց այդ խորհրդի անդամներ մեր ընկերներից ընկեր Բալայանը, Վահրամ Բալայանը եւ Լեռնիկ Հովհաննիսյանը, որ ասացի ատենապետն է թեմական խորհրդի ուրեմն գիրք են հրապարակել արցախցիների անգլերեն լեզվով հիմա ինտերնետային վիճակումն է այսինքն վիրտուալ է բայց հրատարակվելու նաև միտումներ կան Ամերիկայում անգլերեն լեզվով բոլոր ինչ որ մշակութային արժեքներ եղած է եկեղեցական առումով եւ եկեղեցիներ եւ հուշարձաններ այդ բաժինը ուրեմն էս մյուս կողմն է հոգեվոր նաև ուրեմն կազմակերպություններն են իհարկե անշուշտ համագործակցաբար մյուս քաղաքական եւ այլն բայց երկու կողմից էլ աշխատանք տարվում է ճիշտ ասեցի երեք ուղղություններ են վերադարձի այսինքն իրավունքներ Արցախահայության իրավունքներ ինքնորոշման իրավունքը գլխավորաբար իսկ դա իրականացնելու համար վերադարձի իրավունք գերիների հարց եւ մշակութային կոթողների եւ արժեքների պահպանության հարց դրան ավելացնեմ նաեւ արցախցիների հավաքական պահելու հավաքական Արցախի մթնոլորտը ստեղծելու, որ մշակույթը մնա, որ այդ հավաքականությունը մնա, որ այդ հանրության մոտ, այդ հասարակության մոտ համայնքային վիճակ ստեղծվի, որ իրար հետ կապը, իրար հետ լեզուն եւ այլն պահպանության հարցն է նաեւ առօրյա հարց, որովհետեւ մանավանդ Արցախի մեջ ասենք ամեն մեկ մարզ իր հadoop Արցախյան մշակույթ ուներ, իր բարբար ուներ եւ հիմա Հայաստանի տարբեր շրջաններում մեջ տարածված են ժամանակի ընթացքին գրնա այդ մեկը մոռացության ենթարկվել։ Այո, դա նաեւ ցավալի հարցերից մեկն է։ Բնական է որ շփումների մենք այդպես գաղափար ունեինք ընդհանրապես որ նաեւ ժամանակին ներկայացվեց Արցախ, այսինքն Հայաստանի իշխանություններին, որ պահվի, համայնքները պահվի, օրինակ համար մի ինչ որ թաղամաս սարքվի Գորիսում, մի ինչ որ օրինակ 500 շենքանոց, որ այսինչ գյուղը գնա այդտեղ հաստատվի, այնինչը գնա այս գյուղի կողքին մի ուրիշ բնակավայր սարքվի, այդպես լինի, բայց չեղավ, այսինքն դրանք ամեն արդեն երևի անցած էտապ է, պես ասած։ Իսկ ամփոփելու համար Լիբանանայության ինչ խոսք ունիք ուղղելիք, որ միշտ գաղափարապես նաև նյութական օժանդակությամբ կողք եղած է Արցախահայության։ Ընդհանրապես Սփյուռքը եւ հատկապես հիմա կվերադառնամ Լիբանանության, բայց մեր հիմնական լոզունգը նայել էլ որ երամիասնությունը իր այսպես ջահակիրը երամիասնության կենտրոնը եղել է Արցախը երամիասնությունը Հայաստան, Արցախ, Սփյուռք այդ երամիասնության գաղափարն էր եւ Արցախը եղել է այն ողջավորության այն ուրեմն հաղթանակի խորհրդանիշը սիմվոլը որը համախմբեր է հայությանը ողջավորել է երիտասարդ սերնդին ապացուցել է որ այո ազատագրական պայքարը իրականություն է մենք կարող ենք հաղթանակ ձեռք բերել կարող ենք կասեցնել ցեղասպանությունը եւ այդպեսով ասեմ 30 տարի այսինքն գոնե մի երկու սերունդ դասյարակվել են այդ հոգեբանությամբ Լիբանան առաջի օրերից եղել է Արցախի կողքին Լիբանանի ելնելով Լիբանանի առանձնահատուկ այսինքն միջին արևելքի Մեջավոր արևելքի ուրեմն այդ իրավիճակից ուրեմն Լիբանանը նաև եղել է այն կենտրոնը, որը ազգային դասյարակությունը, ազգային հոգեվիճակը ստեղծել է երիտասարդ սերունդի մեջ։ Լիբանանի մեր ընկերները միշտ ներկայացնել են Արցախում ամեն բոլոր ուրեմն հանգրվաններին պատերազմից սկսած մինչև զարգացում եւ պետականաշինության առումով ուզեմ հիշատակել
այս վերջերս եւ մի քանի սրանից մոտավորապես 10 տարի առաջ սկսած Լիբանանի մեր ընկերների աջակցությունը Արցախին, թե Արցախ ֆոնդի միջոցով եւ թե Արի կազմակերպության միջոցով բավականին ոգևորություն էր ստեղծել նաեւ այդ մասնակցությունը ոչ թե նյութական առումով չի, բայց այն որ իհարկե նաեւ նյութական առումով, բայց այն որ այո, Սփյուռքն էլ օժանդակում է ոչ միայն խոսքերով, այլ նաեւ գործնականում։ Ես կարծում եմ, որ հիմա Սփյուռքի այս կազմակերպությունները, որ գոյություն ունեն կամ ինչ որ պիտի ստեղծվեն, նաև պիտի համագործակցեն, առիթներ գտնեն այս պատարիկները, որ Արցախի իշխանությունից մնացել է դրա պահպանման, դրանց հետ համագործակցության եւ այն սխալը, որ անում է Հայաստանի իշխանությունները, որ դրանց անտեսում է, Արցախի իշխանություններին անտեսում է, դա չկրկնվի Սփյուռքի կողմից եւ կարողանանք կենտրոնացնենք, որ այդ համախմբվածությունը պահենք եւ վստահ եմ, որ Լիբանանը էլի կկարողանա առաջամարտիկը լինել այդ ուղղությամբ ազգային հոգի եւ շունչ տալով նաեւ Սփյուռքի մյուս գաղութներին, ինչպես որ միշտ այդ դերը ստանձներ է Լիբանանը։ Շնորհակալ ենք ընդունելու այս հրավերը եւ այս հարցազրույցի առիթին համար։ Սիրելի ունկնդիրներ, մեզի հետ էր Հոյտա Արցախի Գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արաբ Ուլուզյանը։ Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար, նաեւ ապահով եղեք այս դժվար օրերուն Լիբանանի մեջ։ Նաեւ կուզենք զգուշացնել, որ ուշադիր ըլլակ այն գերձ լուրերեն, որոնք կդարածվին ընկերային ցանցերու վրա, միշտ հետևեցեք հիմնական պաշտոնական էջերուն, որովհետեւ ստույգ լուրերը ստանաք։ Ապահով մնացեք, ձեզ հետ էր Հարութ Մարգոսյանը, հadoop հարցազրույցով եւ ցայնի հաղորդավար Նատալի մեր հետ էր։ Ինչ հաջորդ հանդիպում, մնացեք միշտ մանացայնի ունենքեր։